Դե անհրաժեշտ իրերը իհարկե գնում են, դե դպրոցի վերնաշապիկ, շալվար, յուբկա, ինչ որ պետք է առնում են երեխաներին, անհրաժեշտ հագուստը, դպրոց պետք է ուղարկեն, հագուստն առնում են։ Գնայինը հարմար է մեր մոտ գները, ցածր է, բարձր չի։ Նույն գներն անենց բարձր չի մեր մոտ։ 4000 վերնաշապիկ, 4-5000, կա 3.5, 5000-ից սկսվում է, 5-ից 6000 տենց։ Շատ բարձր չեն գները։ Եթե մենակ հագուստն է, ըստ երևույթին իշքան, մի հատ սարոշկա, մի հատ շալվար, դպրոցական է։ ամեն մեկին երև մի 25000 դրամ էլի։ Մարդու ունի 3 հատ երեխա, առնվազն 100,000-ը 3 երեխային քիչ է լինելու։ Մենք քեզ հետ ոչ։ Այս պահին դեռ նոր եմ սկսել։ Դե 70-80, այդ մինիմում 100,000։ Այսպես թե այնպես մարդիկաց երևույթին ինչ որ մի ձևով հարևանից, բարեկամից վերցնելով գալիս են վերցնեն երեխեքի համար տանեն, հետո ինչ որ մի ձևի փոխհատուցում անեն։ Ամեն դեպքում ոչ մեկն էլ չի հերիքում, բոլորն է գիտեն, որ դա իրոք Երևանի կամ Հայաստանի պայմաններում չհերիքող գումար է։ Այսօր այս երևույթին մենակ 10-20%-ն է ինչ որ մի ձևով բավարարված ապրում, այդ էլ այս շուկայի եկող մարդիկ չեն։ Նրանք ավելի բարձր տեղերից են գնումներ կատարում։ Այստեղ գալիս է այն մարդը, որ որտեղից ինչ որ մի ձևով մի քիչ գումար է հայթայթում ու գալիս է։ Ճիշտ է, ես դպրոց պարտքով բայակ է, հարևանից եթե ուզում է կամ բարեկամից ուզում է միանշանակ դա կոչվում է պարտք։ Թողում են անձնագրով, տանում են։ Վաճառողը խիղճ ունեցավ տալիս է, չունեցավ չի տալիս։ Այդպես էլ է, չգիտեմ։ Իրանք էլ ղեկավարներն էլ բոլորն էլ տեղյակ են ինչա կատարվում, բայց ոչ ոք էլ ժողովրդին ոչ հաշվի առնում, ոչ էլ դրության մեջ է մտնում։ Ամեն մեկը իր յուղով տապակվում է։ Պայուսակ է ուզում առնել, ասենք իմ ուզածը 10-ից էժան չկար, էլի, ասենք այն որ հավանեցի, դե այսպես շալվար, ասենք ցարոշկա, էլի մի 15-ն էլ այս շորերի վրա կգնա, տենց ասեմ գրքեր, բան եւ այլն, մի 40 կգա էլի։ 100,000-ից էլ ավելի։ Դե ամենամիջին բաները։ Օրինակ, հագուստը, պայուսակը, այդ նման բաների վրա է ծախսվում, հոգսեբանի չէ, բայց դե պիտի անենք, ինչ անենք։ Դա երեխան մեծանում է, կարճ շալվարով չեն կողարկելու դպրոցի հասկ, ինձ թվում է յուրաքանչյուր ծնողը կատարում ամեն տարի տարբեր գներ է կազմում։ Կավ մի 60 կազմում է այդքան, գրենական պիտույքները, պարտադիր, ամեն տարի նոր բան են պահանջում, նոր տետր են պահանջում, եւ այլ եւ այլ։ Իրան շոր, յուբկա, շալվար, կոշիկ, ամեն ինչ որ պետք է իրան։ Եվ սա պարտադիր պիտի, հա, գնի։ Դե ոչ թե պարտադիր, այլ երեխայի համար եթե անհրաժեշտ է, ուրեմն պետք է արվի։ Իսկ աշխատավարձերը ինչքան են։ Դե հարմարվում ենք էլի։ Դժվար չի։ Դե դժվար չի, ոչինչ, երեխայի համար ուրեմն պետք է արվի։ Ստիպված, շատ ցածր գներով չեն տեղավորվում, շատ փոքր գումարով են գալիս, պարտքով իր տալիս ենք։ Ինքս էլ եմ տալիս, տեսնում եմ մանկականներն էլ են տալիս։ Ես ասենք ունեմ կլիենտներ, որոնք աշխատավարձից աշխատավարձ են ինձ գումար տալիս։ Իրավիճակը շատ վատ է, շատ թույլ։ Այս հիմա մի փոքր էս աժոտաժն էլ կապված է սեպտեմբերի հետ։ Ամիս ա եղել, ամբողջ ամիսը մենք ուղակի նստած ենք։ Ոչ տեղերի գումարներն ա իջնում, ոչ մի հարց չի փոխվում, բայց մենք առևտուր չունենք։